ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի երեկո։ Գլխավոր թողարկման համար նախատեսել ենք հետևյալ թեմաները։ Ծափեր, վանկարկումներ, բռնություն ու ագրեսիա։ 2023-ին անշարժ գույք ենք ձեռք բերել Լոնդոնում, 24-ին Փարիզում, 25-ին Բրյուսելում, ազգային ժողովում քննարկում են 2026-ի պետբյուջեն։ Տարածվող գաղտնալսումների հակառակ կողմը, երբ խախտվում է անձնական տարածքի ու կյանքի սահմանը։ Քարոզարշավ օր 5 Վաղարշապատի համայնքի ղեկավարի աթոռի համար պայքարը շարունակվում է։ Երկրի գլխավոր դիվանագետը ներկայացրել է, թե միջազգային հարթակում ինչ հարաբերություններ ենք հաստատել։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 185 երկրի հետ։ Այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել Պակիստանի և Սողոմոնյան կղզիների հետ։ Նախարարի խոսքով այս տարվա կարևորագույն քայլերից մեկը դեսպանություններ հիմնելն է եղել։ Հայաստանը դեսպանություններ է հիմնել Կիպրոսում, Հունգարիայում, որտեղ դեսպանն արդեն աշխատում է, և Օմանում։ 2023 թվականին մեզ հաջողվեց ձեռք բերել անշարժ գույք Լոնդոնում, 2024 թվականին Փարիզում, իսկ այս հաշվետու տարում Բրյուսելում։ Միրզոյանը խոսել է նաև տարածքների ապաշրջափակման մասին։ Ապաշրջափակումն իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի երասխ-սադարակ հատվածը։ Նախարարի ելույթի առանցքային կետերն ենք առանձնացրել։ Ադրբեջանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համարում են փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը և հարատևությունը։ Այն, ինչ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է։ Մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու և զարգացնելու ուղղությամբ։ Այն, ինչ ստացավ Ադրբեջանը, թվում է, թե շատ ձեռնտու է և շատ կարևոր է իրենց համար։ Ուրեմն երկու կողմն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք և զարգացնել։ Մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն մանիպուլյացիաները, որ Իրանը դժգոհ է, չի համապատասխանում իրականությանը։ Ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են և դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար ոգևորիչ էր այն փաստը, որ սա առաջին անգամն է, երբ պետբյուջեի նախագիծը քննարկում են խաղաղության մթնոլորտում ու փաստաթղթով։ Արդեն 1 տարի 8 ամիս է Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով հիմա խաղաղություն է Ադրբեջանի հետ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է։ Դա հաստատված փաստ է և մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ։ Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության դրա դրական կողմերի մասին ու թե ինչքան լավ է այդ մթնոլորտում ապրելը, Թուրքիան գալիս ու խոսում է իր իրական նկրտումների մասին։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Ուրալօղլուի խոսքով Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղու ներուժի լիարժեք գործածման միջոցառումների հետ մեկտեղ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր նոր երթուղի բացելու համար, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Վերադառնանք խորհրդարան։ Խոսելով հենց պետական բյուջեի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն Հայաստանի ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է, ապա փորձել է ավելի հասկանալի բացատրել, որ մեզանից յուրաքանչյուրը ավելի լավ հասկանա։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է։ Լսենք Փաշինյանի բացատրությունը։ Պատկերացնենք, որ 2026 թվականը բյուջետային համակարգի մեկնարկի կետն է։ Մենք էլ քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեն։ Ուրեմն կես գիշերի դրությամբ եւ նույնիսկ մի ժամ անց պետական նույնիսկ 2 ժամ անց, նույնիսկ 3 ժամ անց, նույնիսկ 4 եւ 5, նույնիսկ առավոտվա դրությամբ պետական բյուջեի եկամուտները 0 են։ Հիմա
Ինչպես են ձևավորվում պետական բյուջեի գումարները։ Պետական բյուջեի գումարները ձևավորվում են հիմնականում արտաքին բաներն էլ, համագործակցություններն էլ սպայն հաշվի չեմ առնում, ձևավորվում են հետևյալ հարկերի միջոցով կամ վճարումների միջոցով, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձևավորվում է այս հարկերի միջոցով ձևավորված խողովակներով տեղի ունեցող վճարումներից։ Ծափեր, վանկարկումներ, բռնություն ու ագրեսիա։ Սա խաղաղության կողմն է ու հենց եկեղեցու բակում։ Երեք Հովանավանքում տեղի ունեցածը քաղաքական գործիչները հոգևորականությունը որակում են եկեղեցին ու հավատավորներին պառակտելու քայլ եւ ուղիղ հարված մեր ազգային պետական կարևորագույն ինստիտուտին՝ եկեղեցուն։ Ասում են իշխանությունը սրանով խաղի նոր կանոններ է դնում, որտեղ այլևս չկան կարմիր գծեր։ Իսկ աստվածաբանները կարծում են, որ մենք ականատես ենք լինում նոր աղանդի ստեղծման, հավատի ճեղք կամ աղանդի սկիզբ, ինչ տեղի ունեցավ Հովանավանքում, Սեդա Մակարյանն է ուսումնասիրել թեման։ Ծափեր, վանկարկումներ, բռնություն ու ագրեսիա։ Կիրակնօրյա պատարագը Հովանավանքում հիշեցրեց ոչ թե հոգևոր արարողություն, այլ բողոքի ակցիա։ Աստվածաբաններն ասում են տեղի ունեցածը նոր աղանդի ձևավորման վտանգավոր նախանշան է։ Այս պահին իրենց դուրս են դրել եկեղեցու հաղորդությունից եւ վերածվել են այլևս աղանդի։ Այսինքն եթե մինչ այս մենք խոսում էինք հայ առաքելական եկեղեցու մոլորյալ զավակների մասին, այլևս պետք է խոսենք ուղղակի աղանդավորական եւս մեկ կառույցի մասին։ Հայ աստվածաբաններն այսօր պատմական զուգահեռ են հասկացնում, հիշեցնելով, որ սա առաջին անգամը չէ, երբ եկեղեցուց փոխվելով փորձ է արվել ձևավորել նոր կրոնական ուղղություն։ Ես հասկանում եմ, դա պատմական զուգահեռ կարելի է ասել դիտարկել թողարկեցների շարժման հետ, բայց երբ որ գոյություն ունեցող հոգևորականության մեջ, ասենք ձայն բարձրացեց ներկայիս խնդիրների մոտավորապես նմանությամբ բարձրացեցին ցածրագույն օղակի ներկայացուցիչները, որ իրենք պետք է ունենան կշիռ, իրենք պետք է ունենան առաջընթացի հնարավորություն եւ այլն եւ դա վերածվեց հսկայական պատերազմի, էլի պատերազմի, որի մասնակիցները մի կողմից թնդրակեցները ունեին հազարանոց բանակ, մյուս կողմից փաստորեն ամբողջ պոտենցիալը երկրի լարված էր, որպեսզի թնդրակեցները չկարողանան իրականացնել իրենց ծրագիրը։ Թնդրակյան աղանդավորական շարժումը ձգտում էր վերացնել բարձրաստիճան հոգևորականությանը, նաև պարզեցնել եկեղեցական ծեսերը։ Ըստ այդ շարժման մարդն ունի մեկ երկրային կյանք, ուստի երկրային արխայությունը պետք է կառուցել երկրի վրա, կարճ ասած, որտեղ հաց, այնտեղ կաց։ Խաչն ու եկեղեցին մերժելով նրանք իրենց պայքարը անվանում էին ազատագրական։ Աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանն ուղիղ նմանություն է տեսնում վերջերս արված հայտարարություններում։ Օրինակ, երբ որ մենք մայիսի 27-ին, որքան հիշում եմ, այս տարվա մայիսի 27-ին Փաշազադեն արեց հայտարարություն եւ անմիջապես մայիսի 28-ին եղավ եկեղեցին ճուլաններ արտահայտություն։ Եվ դրանից հետո սկսվեց այս ամեն ինչը։ Նիկողոս Հովհաննիսյանը տեսնում է ուղիղ նմանություն այսօրվա որոշ հայտարարությունների ու իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության միջև, երբ խոսվում է եկեղեցին մաքրելու կամ թարմացնելու մասին։ Ստորագրում եմ ասած յուրաքանչյուր բառի տակ եւ մեկ նախադասություն եւս կասեմ եւ սրանով կամփոփենք։ Մենք ժողովրդի հետ միասին չքաղաքականացնելով այս ամեն ինչը վեհարանը վերադարձնելու ենք վեհին։ Պատմությունն արդեն մի անգամ տեսել է այս սցենարը։ Թնդրակյանները կարողացել էին նույնիսկ կարգալույծ անել բարձրաստիճան հոգևորականներին եւ արգելել եկեղեցական ծեսերը։ Բայց նրանց շարժումը երկար չտևեց, կաթողիկոս Սարգիս Ան նրանց հալածեց ու վտարեց երկրից։ Աստվածաբաններն ասում են, նմանատիպ փորձերը միշտ ավարտվել են նույն կերպ։ Եկեղեցուց փոխված շարժումները կործանվել են, բախվելով հավատքի հազարամյա հիմքերին։
Սեդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այն, որ տեղի ունեցողը մի նոր կարմիր գծի հատում է, փաստում են և տեղի ունեցող իրադարձությունները և փորձագիտական դաշտի արձագանքը։ Մինչդեռ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութերի մասին խոսելիս Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը միայն ասել է, եթե տեսանյութը կեղծ չէ, ապա դրա հիման վրա պետք է ներկայացվի հանցագործության մասին հաղորդում։ Չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է, անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի է, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրանից։ Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնի կազմող տեղեկությունների հրապարակման մասին է, եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննեն։ Դիմադիրները նշում են, որ գաղտնալսումներ են վերջի շրջանում, արդյոք չի մտահոգում ձեր այդ փաստը եւ չեք զբաղվում դրանով, այս համատարած գաղտնալսումների։ Ես ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումներով, խնդրում եմ էլի եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը որպես կանոն բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների պարտադրող անասնականացմանը, պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով, գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, երբ արդեն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանություն, ունես քո ամեն ասածն անողներ և չունես անձնական ստոպեր, շատ հեշտ է կորցնել իրականության և չի կարելիների սահմանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգությունների և այլանդակ դեգրադացիայի։ Երբ մեկ հոգին ձևավորում է մարդ լսելու, կալանավորելու անխափան մեքենա, նշանակում է նա արդեն պարտվել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է հոգնեցնել եւ բռնվողներին եւ բռնողներին։ Սա բացառապես նեղ խմբի խրախճանքն է։ Պետք է վախից անցնել պայքարի։ Բոլոր առողջ ուժերը քաղաքական, քաղաքացիական, հանրային եւ այլն պետք է հասարակությանն ուղղված մեկ միասնական ուղերձ ձևակերպեն, չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտնալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրված այլասերումը։ Հաջորդ քայլում պետք է մշակել հակազդեցության այլ գործուն մեխանիզմներ։ Մինչդեռ խնդրի արմատները պետք է գտնել ավելի խորքում։ Գաղտնի ձայնագրություններն ու նկարահանումները դարձել են հայկական իրականության անբաժանելի մասը։ Ամեն օր գործեր են հարուցում տարատեսակ գաղտնի ձայնագրությունների հիման վրա, արատավորում մարդու անունն ու հեղինակությունը տարատեսակ տեսանյութերով։ Ստացվում է խախտվում է ևս մեկ կարմիր գիծ, խախտվում է անձնական տարածքի ու կյանքի սահմանը։ Որոնք են տարածվող ձայնագրությունների հակառակ կողմը ռեպորտաժում։ Վերջերս համացանցը դարձել է հոգևորականների խոսակցությունների և անձնական կյանքի հրապարակման թատերաբեմ։ Իրադարձությունների կիզակետում են հոգևորականները։ Սյուժեն նույնն է։ Նախատեսված նյութը տարօրինակ ճանապարհով հայտնվում է համացանցում, ապա սկսում շղթայական ռեակցիայով տարածվել։ Արդյունքում մոռացվում է գլխավորը, որտեղից, ինչպես և ինչու։ Վերջին դեպքը Արշակ Սրբազանին վերաբերող տեսաձայնագրության տարածումն է։ Սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք է։ Ունենք բավարար գործիքներ ստուգելու համար տեսաձայնագրության մեջ արհեստական բանականություն օգտագործված է, թե ոչ, այս մասին խոսեցինք մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։ Չունենք բավարար գործիքներ, դա շատ դժվար է, տեսանյութերը ցածր որակի են, այնպես որ կարող են եւ իրական լինել, ես իրական չեմ էլ նայել, ուղղակի սկրինշոթերն եմ տեսել եւ համարել եմ, որ հարիր չէ, որպեսզի ես դա նայեմ եւ իրականում ես համարում եմ, որ ցանկացած մարդ, որ այդ տեսանյութերը դիտում է, դրանով իսկ իրականացնում է իրավունքի խախտում։ Ըստ Պապյանի, նման դեպքերի կիզակետում հայտնված տուժող քաղաքացին կարող է դիմել անձնական տվյալների վարչություն եւ ոստիկանություն։ Ավելին, ոչ միայն կարող է, այլ պետք է դիմի։ Առասակ ես կարծում եմ, որ ցանկացած տուժողի, այսպիսի պատմության կիզակետում հայտնված ցանկացած անձ իր քաղաքացիական պարտքն է դիմել համապատասխան
մարմիններին եւ վարույթներ հարուցել, դրանով իսկ ինքը ոչ միայն ինքը իրեն է պաշտպանում, այլ հետագա մարդկանց, ովքեր կարող են ակնալսման կամ այսպիսի ինչ-որ միջադեպի թիրախում հայտնել։ Եթե քրեական գործ հարուցված չէ, ապա դա արդեն լուրջ խնդիր է նաև իրավապահ մարմինների համար, նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Դա կամ նշանակում է, որ սրա հետևում կանգնած են իրավապահ մարմինները, որը անթույլատրելի է ամեն կերպ, կամ դա նշանակում է, որ իրավապահ մարմինները անգործության են մատնված եւ չեն հետաքննում այս արտահոսքի հետևանքները, որովհետեւ սա կոնկրետ հանցագործություն է։ Իսկ տեղի ունեցածի արժեքային կողմը մեկնաբանեց մարդու իրավունքների պաշտպանը։ Ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների արժեքներին հակասող եղանակով։ Անձնական տվյալների պաշտպանության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը ոչ թե պարզապես իրավական երաշխիքներ են, այլ արժեքներ, որոնց պահպանման մակարդակն ի ցույց է դնում նաև պետական ու հասարակական իրավական մշակույթը։ Դե իսկ գաղտնալսումների ոչ իրավաչափ լինելը հաստատեց Արդարադատության նախարարը։ Իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ծիծաղելի է համարում հրապարակված գաղտնալսումները որպես ապացույց ներկայացնելու միտումը, ընդգծելով, որ ապացույցը պետք է քրեադատավարական շատ լուրջ ընթացակարգեր անցնի։ Ըստ փաստաբանի, քննչական կոմիտեն ունի նաև այլ բաց թողումներ։ Գիտեմ, որ տեսածայնագրության արժեք սրբազանի վերաբերող ոչինչ չեմ կարող ասել, բայց դրա նախորդ գաղտնալսումներով քրեական վարույթ նախաձեռնվել է հերոսային խոսակցություններով եւ ստուգվում է արդյոք ճիշտ են ասել, թե ով ինչ է ասել առանց վարույթ նախաձեռնելու հենց այդ դրա ձեռքբերման եւ հրապարակման համար։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը երաշխիքներ է ստեղծում, որ մեր անձնական եւ ընտանեկան կյանքը հարգվի։ Մենք ունենք մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, ինչ վերաբերում է վերջերս տարածված գաղտնալսումներին կամ տեսաձայնագրություններին, ապա դրանք ամբողջությամբ ապօրինի են։ Այս կարծիքին է փաստաբանը։ Վաղար շաբաթում արդեն 5 օր է սկսել է ավականու ընտրության նախընտրական քարոզարշավը։ Մինչև նոյեմբերի 14-ը թեկնածուները հանդիպելու են ընտրողների հետ, ներկայացնելու իրենց ծրագրերն ու տեսլականը քաղաքի զարգացման մասին։ Վաղար շաբաթում ընտրական պայքարին միացել է 8 քաղաքական ուժ։ Այսօր զրուցելու եմ Հայրենիք կուսակցության վաղար շաբաթի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Մանուկյան, ինչպես որոշեցիք առաջադրվել հենց Էջմիածնում, սա անձնական որոշում էր, թե կուսակցական նախաձեռնություն եւ ինչու այս փուլում։ Գիտեք, պատերազմից հետո գրեթե բոլոր հանրահավաքներին մասնակցել եմ եւ շատ հանրահավաքներին նաեւ իմ խոսքն եմ հնչեցրել եւ փորձել եմ բոլոր հատվածներում, բոլոր վայրերում մեր հասարակությանը սթափության մղել, որովհետեւ այն ամենը, ինչ մեր երկրում կատարվում է, հավատացեք, այստեղ մեր երկրի, մեր ազգի շահերը չեն սպասարկվում եւ խոսքերը չպիտի մոլորության տանեն։ Մենք տեսնում ենք, որ կարողանում են խոսքով, բառով, ժեստով, կեղծիքով, խաբեությամբ մոլորեցնել մարդկանց եւ երբ արդյունքները համեմատում ենք իրենց հայտարարածների հետ, լրիվ տարբեր են, հակոտնյա են ուրեմն։ Ստացվում է խոսում են հաղթանակներից պարտություններ են գրանցում, խոսում են ձեռքբերումներից տարածքներ են հանձնում, խոսում են ապագա կա, ոչնչացնում են այդ ապագան, ներկանել, հիմա դրանով չեն բավարարվում, անցյալն էլ հետն են ուզում ոչնչացնել։ Այսինքն մեզ մեր ինքնությունից այս մարդիկ զրկում են, ասում են դուք դադարեք հայլ լինելուց եւ այդ պայմաններում հնարավորություն կտանք, որ մոլորակի վրա մնաք որպես մանկուրտներ, հիշողությունը ջնջած ուրեմն մարդիկ, որոնք իրենց հարկավոր չեն, ելուր մնաց, որ որևէ մեկին պիտանի լինեն։ Եվ առաջադրվելու իմաստով նորից հայտարարել էի, որ շատերն էին մոտենում, որ հիմա դուք տարբեր տեղեր ձեր խոսքը ասել եք եւ մեր քաղաքում ընտրություն է, դուք ինչ է փորձում եք չմասնակցել, ճիշտն ասած կային որոշ խնդիրներ եւ այդ մասնակցության հետ կապված եւ հետագայում երբ ծանոթացա Հայրենիք կուսակցության խորհրդի անդամների հետ, Հայրենիք կուսակցության ղեկավարի պարոն
Արթուր Վանեցյանի հետ եւ մեր զրույցների ընթացքում կարողացանք ուրեմն ընդհանուր մտքեր ունենալ, կարողացանք ընդհանուր շահեր ունենալ եւ մենք հիմա միասին փորձում ենք այդ հաղթականությանը մղել մեր ժողովրդին, որպեսզի վերականգնենք նախ եւ առաջ իր հավատը, իր ուժերի հանդեպ, իր լինելու հանդեպ, իր երկրի, մեր երկրի հավերժության հանդեպ եւ այս մոլորվածները, ովքեր այլևս հույսներն են կորցրել, իսկ ես այդպիսիներ եմ տեսնում, փորձում եմ անպայման ինքնաճանաչման մղել եւ նրանք, ովքեր այդ խաբեության մեջ այլևս ելք չեն գտնում, փորձում ենք այդ ելքը ցույց տալ։ Պարոն Մանուկյան, արդեն 5 օր է մեկնարկել է քարոզարշավը, ինչպես անցնում է նախընտրական շրջանը, արդյոք կա ազատ եւ հավասար մրցակցության մթնոլորտ։ Գիտեք, ես այն բողոքողներից չեմ, որ եթե որևէ բան տեսնեմ ազատ է եւ ազատ չի, ես ընդհանրապես պատեհապաշտորեն չեմ առաջնորդվում, այս պահականներից չեմ։ Ես մարդկանց էլ հորդորում եմ, որպեսզի նայեն մեր ապրած կյանքին, ոչ թե այն խոսքերին, որ հնչեցվում է, ասվում է, ծրագրերը ինչ որտեղ կարելի է ընդունել այն իմաստով, որ արդյոք նկատել են այն հոգսերը, ցավերը, խնդիրները, որ մեր համայնքը ունի։ Բայց այնինչ ես հիմա պիտի խոստանամ, որ սա կանեմ, նա կանեմ եւ հետո նայեն իմ կենսագրությանը, որ այս մարդը ընդհանրապես որևէ բանով, որևէ պիտանի բան չի արել իր երկրի համար, իր ազգի համար, իր քաղաքի համար։ Ես կարծում եմ իմ կենսագրությունը բավականին ներկայանալի կենսագրությունը, իմ ընտանիքի կենսագրությունը բավականին ներկայանալի, իմ երկու զավակները անցել են պատերազմի միջով եւ 44 օրյա եւ ապրիլյան եւ ընդհանրապես մեզ համար հայրենիքը անգնահատելի արժեք է, անգինություն է եւ կյանքից վեր արժեք է։ Եվ այնինչ ես փորձելու եմ անել իմ համայնքում, իհարկե դա լինելու է բացարձակ նվիրում, բացարձակ։ Եվ նա ով կհասկանա, ով չի հասկանա, ես հանուն դրա չեմ անում։ Ես երբ ասենք իմ քայլերը արել եմ, ես չեմ մտածել դա գնահատվելու է թե ոչ։ Իմ մեջ այդ սերը, այդ նվիրումը կա իմ ազգի, իմ երկրի հանդեպ, եւ իմ կյանքը իմաստավորվում է դրանով, եւ այդ մղումները ունեմ։ Եվ հիմա փորձելու եմ ամեն ինչ անեմ, որ այս դիմակազերծ անեմ, այս ստախոսներին, ստի կայսրությունը կերտած ճար տարապետներին ցույց տամ, որ սրանք եկել են այդ ստի մեջ, կեղծիքի մեջ ինքնաբավորեն գոյանալ եւ երբ ասում են առաջընթաց կա, տնտեսական աճ կա, դա իրենց ընտանեկան, իրենց այդ եսակոլոր գոյանքների աճն է, ինչ աճ պիտի լինի եռաբլուրում։ Ես հիմա եթե դրանց ասեմ, այդ ստախոսներին, այդ պարտության սիմվոլներին, որոնց վերարտադրողները մեր հավերժությունը կասեցնում են եւ ասում են սպառվեց ձեր լինելությունը այս մոլորակի վրա։ Նրանք, ովքեր ընտրում են նիկոլիստներին, Նիկոլին, նրանք ընտրում են այդ ԿՊԱ-ականներով, ընտրում են Հայաստանի ավարտը, Հայաստանի ոչնչացումը։ Երբ նախորդ ընտրություններում ես մասնակցում էի 21 թվականի, խնդրում էի մեր բնակիչներին, որ համար այդ երեքը, որը այն ժամանակ ԿՊ-ն էր ներկայանում, դրանով չբավերացնեք մեր մահվան վկայականը։ Ցավոք սրտի գտնվեցին այնպիսիները, որոնք նորից հավատացին, եղած պարտությունը աչքների առաջ տեսնելով այդ կեղծուտ բառերի կարողացան հավատալ։ Սա չեմ հասկանում, սա հիպնոսի ինչ տեսակ է, սա երևի նոր վիճակ է։ Տեխնոլոգիաների կիրառման այնպիսի մի բազմաբնույթություն են գտել, որով կարողանում են ակնհայտորեն եղածը ուրեմն փոխանակել չեղածով եւ դա մատուցել որպես ճշմարտություն։ Պարոն Մանուկյան, դուք կարող եք այս 5 օրվա ընթացքում շփվել եք հասարակության հետ։ Ինչպես կբնութագրեիք հասարակական տրամադրությունը։ Կա արդյոք քաղաքական փոփոխության պահանջ։ Անպայման կա, բայց նաև հուսահատությունը կա նաև հավատի կորուստը։ Եվ հիմա մարդիկ հասկանում են, որ հերթական անգամ խռովությունների են իրենց տանում։ Այդ երկությունների մեջ են, մոլորությունների մեջ են։ Ինչպես կարելի է վաղար շաբաթ համայնքը, որին հիմա ողջ հայության հայացքն է սևեռված, կապված նրա հետ, որ նաև որպես հոգևոր կենտրոն է վաղար շաբաթը հանդիսանում, հիմա տեսեք ինչ են անում։ Ամեն կերպ փորձում են խռովություններ հրահրեն։ Ես չգիտեմ այդ դրսի իրենց տերերը ինչ հրահանգներ են տվել կամ սրանք ինչ վիճակի մեջ են հայտնվել, որովհետև
չեն կիսվում ժողովրդի հետ, նրանք որ ասում են ձեր թիկունքից ոչինչ չեն կանելու, բարձրացած լրիվ հակառակ, ամեն ինչ արվեց մեր թիկունքում։ Այսինքն հիմա էլ մենք հասկանում ենք, որ ինչ որ մեկը սրանց ուղղորդում է, որ հարձակվեն հոգևորականների վրա, անպայմանորեն փորձում են, որպեսզի նվազացնեն հոգևորականի դերն ու նշանակությունը մեր կյանքում, եւ այդ ամենը որևէ լավ բանի չի կարող տանել։ Ինչպես կարող է դուրս գալ հայ առաքելական եկեղեցու դեմ եւ խորամանկեն այստեղ նույնպես այս ստի կայսրության կարողները ասում են դե մենք հոգևորականների դեմ ենք դուրս գալիս այն ժամանակ վեապարներ հետո հանկարծ սրբազանները ուրեմն հիշեք երբ Բագրատ սրբազանին կալանավորեցին ստով կեղծիկով եւ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում եւ պլյուս դրան դեռ սրբազանը շարունակվում է կալանքի տակ մեկուսարանում մնալ սա բացահայտ խայտարակություն է եւ ես զարմանում եմ որ մեր երկրում եղած դիվանագետները լռում են տեսնելով այս բացահայտ հանցագործությունը իշխանությունների կողմից Որն եք համարում Էջմիածնի գլխավոր խնդիրը այսօր կառավարման ենթակառուցվածքների թե սոցիալական դաշտում Երկուսն էլ կարևորում եմ, երկուսն էլ զուգահեռաբար իրար գնում են, ես տեսնում եմ, որ այո, հավատը պիտի վերականգնենք, բարոյահոգեբանական մթնոլորտը դա կարող ենք ձևավորել ազգային իշխանություն ունենալով։ Եթե անգամ ունենանք այնպիսի անհատներ, որոնք իսկապես մղված կլինեն մեր քաղաքում բարօրություն ստեղծելու համար, բայց եթե նրանք պիտի հրահանգվեն այն ուժերի կողմից, որոնք ազգային չեն, հավատացեք որևէ լավ բան չի ստացվելու, բարեփոխում չի լինելու։ Նորից հակոտնյա ուժեր են կայացնելու, իրար են զարկելու, փշրելու են, խեղճացնելու են, թուլացնելու են։ Այսինքն այն ինչ մեր թշնամիները ցանկանում են մեր հանդեպ ունենալ, այս այսքին կարող ենք թող իրար հոշոտեն, ոչնչանան եւ այլևս պատերազմել էլ պետք չի, հասկանում եք։ Մենք մեր ինքնությունն ենք վերացնում, մենք մեր կարողություններն ենք սպառում միմյանց դեմ թշնամանալով։ Իսկ իմ պարագայում կոնկրետ ես ասեմ, որ իսկապես շնորհակալ եմ հայրենիք կուսակցությանը, ովքեր նեցուկ լինելով ոչ միայն ընտրապայքարում, այլև այն խնդիրները, որ հիմա իմ առաջ ծառանում են, դրանք կապված են Եվ կենցաղային խնդիրներ են, ասենք գյուղական համայնքներում են տեսնում եմ տեղերկապարզ թեթև հարցեր է թվում, որ վերանցումային խնդիրներ են, որպեսզի մարդը կարողանա մի մայթից մյուսը անցնել, 10 րոպե տևում է, մինչև կարողանում ենք այդ սրընթաց մեքենաների արանքով, բայց չէ որ վտանգավոր է երեխաների համար մանավանդ եւ չպիտի սպասենք, որ մի դժբախտ պատահար լինի, նոր լուծումները տանք։ Ռոռոկման ջրի խնդիրը, որ տարբեր տեղեր կար եւ կար այո մշակույթի պալատների խնդիրը, որ մենք պիտի կարողանանք այդ ոգեղենությունը ապահովել, այդ վարուցանքի համար, ամեն ինչի համար մենք այդ տեխնոպարկը ստեղծելու է, այո, կուսակցությունը իր բարեկամների միջոցներով, այդ հիմնադրամը գործելու է հատուկ վաղարշապատ համայնքի բնակիչների համար եւ այն հարցերը, որոնք ինձ թվում էին շատ ծանր, նյութական միջոցներ պահանջող, ես հիմա տեսա, որ ունենալով նման բարեկամներ շատ հեշտ լուծելի են դառնալու։ Անկամ այնպիսի հարցերը, որոնք պահանջում են շենքերի կառուցումներ, մյուսը եւ պատկերացրեք, եթե նման լուրջ խնդիրները լուծելու են, մյուսները հավատացեք, եւ քաղաքի բյուջեի միջոցներով եւ ահա այդ հիմնադրամներով հնարավոր է լինելու լուծել։ Ես ուզում եմ նաև ասել, որ այն մանրակենցաղ հարցերը, որոնք թվում է թե անհատների հետ են կապված, բայց այստեղ նաև իշխանությունների մեղավորությունն ու թերացումը կա։ Ես պարտավոր եմ նաև մեր այդ համակարգացիներին, համայնքի բնակիչներին ձեռք մեկնել, որպեսզի դրանք օտարված չզգան։ Մեր համայնքի ամենավերջին անկյունում ապրող քաղաքացին պիտի հասկանա, որ իր իրավունքները պաշտպանված են, որ երբեք չենք թողնելու, որ խոցելի մնա, չգիտեմ, այսքան մարտահրավերների դեմ, ես նկատի ունեմ նաև կենցաղային, եւ իհարկե ինչ որ կերպ փորձելու ենք նաև միջոցներ ունենալ լուրջ միջոցներ մեր Արցախահայության խնդիրները լուծել։ Հավատացեք, այդ ինտեգրմանը շատերը պատրաստ են, մղվում են, բայց ինչպես մարդը ինտեգրվի քո քաղաքին, քո համայնքին, եթե կեցավայր չունի, եթե տուն տեղ չունի, եթե նա անընդհատ վարձելով հազիվ կարողանում է ծայրին կապելով այդ վճարը տալ, եւ հիմա դա էլ արդեն շատերը չեն կարողանում, նա իհարկե չի կարող ինտեգրվել։ Նա մտածում է ուր փախչի, որ երկիրը գնա, որտեղ իրպես Անտունին Հովանիկը դա էր, եթե մեր ազգը տիրություն չի անում, է պարզ չի, որ այս մարդիկ պետք է ստիպված են լինելու հեռանալ, բայց ես նաև այս առումով ենք հետաքրքիր ծրագիր մշակել, որ շենքերի կառուցումը մենք պիտի կարողանանք ապահովել, մենք պիտի ստեղծենք
այն հատվածը, որտեղ այո, այդ շենքերը եւ իրենց դրամական միջոցները, որոնք ստանալու են իրենց կայացության վայրը տունը ստեղծելու համար, եւ եթե դրանք քիչ լինեն, պատկերացրեք, եթե ընդհանուր մեր շենքերի կառուցումներով հնարավոր կլինի նաեւ այդ հարցը դրական լուծման տանել։ Եվ ես մեր Արցախի հայերին, Արցախահայերին խոստացել եմ, որ անպայման ամեն ինչ անելու է, որ առաջիններից մեկը ձեր խնդիրը լուծենք, այդ կառուցումները ստեղծենք, որպեսզի իրենց օտարված չզգան։ Եվ այո, եթե մենք ենք իշխանությունը ձևավորելու, եթե հայրենիք կուսակցությունն է ձևավորելու, այս դեպքում իմ գլխավորությամբ ավագանիներով այս իշխանությունը, մենք մեր բոլոր հարցերը, որոնք նշել ենք, դրանք կատարելու ենք։ Այդտեղ եւ մանկապարտեզի խնդիրներ կան, եւ ուրեմն երեխաների խաղահրապարակների եւ սպորտային այսպես միջոցառումների համար նախատեսված բացօթյա միջոցառումների այդ գործիքները ձեռք բերելու, այս բոլորը կատարելու ենք։ Եվ դրան գումարած, այո, այն մանր մուները, որը տեսել եմ, ասենք Զվարթնոց տաղամասում կար տանիքների խնդիր, կար նաև նկուղային հարկերի խնդիր, չգիտես ինչի ջուրը գնում լցվում է այդ նկուղները։ Այդպես լցվելով այդ հսկա շենքերը կփլեն։ Ուրեմն մենք պիտի դրա դիմացը կարողանանք առնել եւ ոչ թե ասել, գիտեք, սա վիոլա ջուրն է։ Դե եթե վիոլա ջուրն է, պիտի փորձենք իր հետ համագործակցել։ Եվ եթե նրան զլանում են կատարել, ուրեմն պիտի կարողանանք փոխել այդ վիոլա ջրի ներկայացուցիչներին, իրենց ղեկավարների միջոցով ու իրական աշխատողները, որոնք պիտի մեր բնակչությանը ծառայեն, ոչ թե միայն սեփական գրպանին։ Պարոն Մանուկյան, այս բոլոր խնդիրներին զուգահեռ Էջմիածին ունի յուրահատուկ պատմամշակութային նշանակություն։ Ինչտեղ է դա զբաղեցնում ձեր ծրագրում, հավատքի կենտրոնը եւ քաղաքային կյանքը, ինչպես եք համադրում։ Շատ ճիշտ եք, այո, ունի, ահա այդ խնդիրը եւս, եւ ես կարծում եմ, որ այդ ոգեղենությունը, որը ոչ միայն Էջմիածնի վրա է ծավալվում, այլ ողջ հայության, որովհետև Մայր Աթոռի ներկայությունը ցանկացած հայ քրիստոնյա իր հոգու խորքում կրում է, դա մենք առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, ես հիմա տեսնում եմ, որ այդտեղ էլ ընկեր Փանջունին փորձում է խառնակություններ անել, ես դրան տեսել եմ, որ դա իսկապես Փանջունու կերպարն է, մի քիչ Փանջունին ավելի մեղմ կերպար էր, քան Նիկոլը, որովհետև եթե այնտեղ նկատում եք, Փանջունին ավերելուց հետո խաղաղվում էր, նա գնում էր, սկսում էր այդ դասակարգային պայքարներ հրավիրում, իրար դեմ ուժեր էր հանում, չէ, խաղաղ տեղամասում, եթե կհիշեք Օտյանի այդ գործը, իսկ հիմա ինչ անում Նիկոլը, գալիս է ավերում է, ոչինչ, բայց չի հանգստանում։ Սա նորից է ուզում ավերել, նորից է ուզում ոչոտել, այսինքն այդ վամպիրի հոգեբանությունը, որը իր մեջ կա, գուցե մեղադրելի չի, գուցե այդպես է, կարիճը իր մեջ թույն է կրում, այդ իժը իրենց մեջ թույն են կրում, մեղուն նեկտար է բերում, ուրեմն պիտի կարենանք, ես գիտեք, երբ որ ասում եմ ազգ, ես հասկանում եմ ջեպկիրից մինչև ակադեմիկը, իմա, բայց ես ջեպկիրի տեղն էլ գիտեմ, ակադեմիկի տեղն էլ գիտեմ, չի կարելի ջեպկիրներին դարձնել առաջին դեմքեր, չի կարելի, եւ ակադեմիկները, որոնք հիմա խեղճացած վիճակում են, որոնք հիմա այդ գիտական ուժը մեր ուր է, մենք որ աշխարհով մեկ գիտնական ուր է այդ ուժը, չի երևում, չէ, որովհետև այդ մղումը չունեն այսօրվա իշխանավորները, այդ մղումը չունեն, որ քո միջի ուժը երևա։ Ես հիմա անգամ այն, որ վերացնում էին այդ ժողովրդական արտիստ նույնիսկ կոչումները, ես դա համարում եմ նույնպես ի վնաս մեզ, եւ դրան զուգահեռ եկան նաեւ հոգեվոր կենտրոնի, ուրեմն այդ իր ինչա այդ հանրաճանաչումից փորձում են Էջմիածինը վաղարշապատը զրկել, չի ստացվելու։ Դա մեր մեջ արմատացած է։ Երբ Արարատը ուրացման էին տանում, դա էլ զուգահեռ մի բան էր մեր Մայր Աթոռին, որտեղ Արարատը մեր հոգու մեջ է, մեր սրտի մեջ է։ Եթե դրանք փորձում են, դրանով իրանք իրենց հորն ու մորն են դավաճանում։ Մարդը եթե պատրաստ է հորն ու մորը ուրանա դավաճանի, ամեն ինչ էլ կդավաճանի։ Եթե սրբություններ չունի, անսրբության մեջ ինչը պահի։ Պիտի գնա ստեղծի այդ ուրեմն աղանդը, որը մահվան լռություն կլինի եւ բոլորին տանի դեպի այդ լռության մեջ մահվան պարտակի։ Խոսեցիք այսօր տեղի ունեցողի մասին, այս ընտրություններ տեղի ունենում մի փուլում, երբ ընդդիմադիր քաղաքապետերն ենթարկվում են քրեական հետապնդումների։ Չեք վախենում։ Նախ ասեմ, որ այդ զգացողությունը, այդ վախի չունեմ, դա չգիտեմ լավ է թե վատ է, ինչ է, բայց ես պիտի մի անգամ հիշեցրել եմ, հիմա էլ հիշեցնեմ, Պարուր Հայրիկյանի երկերից մեկում նման տող կա, ասում է հայրենիքի սիրով բանում ենք ահը։ Տեսեք, երգի մեջ ասում է հայրենիքի սիրով բանում ենք ահը։ Իսկապես հայրենիքի սերը այն բարձրագույն սերն է, որը թույլ չի տա, որ ահ լինի իր շուրջը, մյուսը
Բագրատ Սրբազանը շարունակաբար հնչեցնում էր. մի վախեցեք, չէ որ Աստված ձեզ հետ է։ Եվ այդ վախի արդյունքներն ենք մենք հիմա քաղում։ Մարդիկ մեկը վախենում է աշխատանքը կորցնելուց, մեկը վախում է ձերացած կալանավորելուց, մյուսը են, եւ այդ վախի մթնոլորտը ստեղծել ենք մենք, բոլորս միասին։ Եվ եթե ես գալիս եմ, ասում եմ, կրկնում եմ այդ խոսքը, որ ասվել է, մի վախեցեք, չի կարելի վախենալ։ Ձեր հայրենիքն է, ձեր ինչ ասեմ, եւ նախնիները, եւ ուրեմն ապագան, ձեր բալիկները, ինչպես կարելի է վախենալ երեխայի կյանքը փրկելուց։ Ինչպես կարելի է դրանից վախենալ։ Եթե հիմա գնում համաձայնվում են այս ազգակործանների հետ, որոնք թելադրվում են դրսից, որոնք ինձ համար լրտեսախումբ են, ես եղած կատարվածով եմ երևույթները գնահատում, պարտության են մատնել իմ երկիրը, իմ երկրի տարածքներն են հանձնել, քաջերին են տարել, զոհել, չտիրապետելով ռազմարվեստին, կամ ինչպես իրենք էին ասում, դավաճանությունների արդյունքում, եւ իհարկե դա այսպես տարածվում է ամբողջ երկրի վրա, եւ շարունակաբար մենք նորից տեսնում ենք, այդ որտեղ է հաղթանակներ գրանցում, ուրեմն այսպեսի մի զավեշտալի բան ասեմ, այդ հետամնաց երկրներն են, որ խոսում են նորագույն տեխնոլոգիաներից, առաջընթացներից, այդ հետամնաց Չինաստանը, մյուսը, այստեղ մարդիկ գլուխները խոթել են սեռասավանների մեջ եւ չեն ուզում դուրս քաշել։ Ովում է գուրգուրում, ով ոնց է գուրգուրում, եւ այս ողորմելի վիճակի մեջ ինչ որ մի գոյանք կար։ Ինչ էր դրա համակիրներից մեկը դրանց անուններին չեն, ասում է ժողովուրդ դուք կարողացաք քնել, համացանցում պտտվում էր։ Ես հիմա այդ փալասին ուզում եմ ասել, երբ այդ հազարավոր երեխաների արյունը խմեցի, փալաս, դավաճան, կարողացաք խմել։ Եվ հիմա շարունակում եք, մղում եք, որովհետև էլի երիտասարդներ կան, որովհետև առողջ ուժը, հայկական ուժը ձեր թշնամին է, որովհետև եւ դուք առողջ տղամարդ եք տենում, ֆիզիկապես վատանում եք։ Ես տեսա, թե ինչպես են այդ սեռախեղվասերը պաշտպանում դրանց, այդ իշխանություն կոչվածի այդ կապիկություններին, որ գնացել են, չգիտեմ, կարգալույց քահանայով, նախկին քահանայով, ուզում են ինչ-որ արարողակարգ անել, անել, եւ ելույթ անանում մեկը հպարտանում է իր գոմիկությամբ, մյուսը իր սեռախեղվածությամբ, ահա իր կազմը։ Եվ սրա սատարողներ կան նրանք, ում շուրջը նյութական բազա են ձևավորել։ Այսինքն մարդուն հնարավորություն տվել փող աշխատել, հենց էլ ասում են ինչ հայրենիք։ Ես իմ կյանքը ապրեմ, գնամ, ջահանդամ դե շարունակություն չի լինելու։ Իզմից հետո ջրեղեղ շարքից։ Այդ ԿՊ-ն նման կուսակցություն է։ Պարոն այս ընտրությունը դիտարկում են որպես փորձաքար։ Ինչպես է հայրենիք կուսակցությունը գնահատում իր հնարավորությունները։ Ես մի առիթով ասել եմ, ես հասկանում եմ, որ այստեղ քվեներ են խաղարկվելու եւ քվեներն են որոշելու, բայց ես հայտարարել եմ, որ նայեցեք, տեսեք մարդկանց կյանքին, մարդկանց ապրածին, անցած տարիներին, մենք փոքր երեխաներ չենք, որ սպասեն, թե մենք ինչ ենք անելու, ինչ ենք դառնալու։ Մենք արդեն դարձել ենք եւ վաղուց ենք դարձել։ Եվ այդ կյանքը պիտի գնահատեն, այդ ապրածը պիտի գնահատեն, եւ սա ասել եմ, որ իմ փորձությունը չի, իմ հայրենակիցների, իմ համակարգացիների, իմ համայնքի բնակիչների փորձությունն է։ Նրանք ընտրում են հաղթանակը, թե փորձությունների նոր շրջանի են գնալու։ Ես այո, հաղթել եմ իմ ապրած կյանքով եւ այդ հաղթանակը միայն իմ համայնքի չափով քշրով չի եղել։ Եվ ոչ էլ Հայաստանից դուրս էր, երբ ինձ հայերը հրավիրում են կամ օտար ազգիները հրավիրում են, հավատացեք, նրանք ոչ թե կանչում են այս կամ այն, կանչում են իմ տաղանդը գնահատելով եւ այդ տաղանդի շուրջ իրենց խոսքերն են հնչեցնում, իրենց միջոցառումներն են կազմել եւ ես հիմա ծառայացնելու եմ այո իմ համայնքին, որտեղ ես տեսնում եմ, որ հողը մեր ոտքի տակից քաշում են։ Ես տեսնում եմ, որ մարդը օտարվում է իր հայրենիքին։ Իսկ սրանից վեր պատիժ լինել չի կարող։ Այն հայրենիքը, որի համար մենք պատրաստ ենք կյանք զոհաբերել, մարդիկ հանգիստ կարող են հայրենիքը զոհաբերել իրենց ստամոքսի համար, իրենց մորթի համար, իրենց օրաբուր կյանքի համար։ Եվ ես մերժում եմ պատեհապաշտությունը եւ ասում եմ բոլոր ընտրողներին, ընտրեք հաղթանակը, ընտրեք հաղթած մարդկանց եւ այդ հաղթանակի շուրջը կանգնելով ավելի մեծ հաղթանակներ կձևավորենք, կկայացնենք։ Եթե չհաղթեք, կշարունակեք քաղաքական գործունեությունը, հենց էջմիածնում, թե սա միանգամյա Ես պիտի կրկնեմ, ես հաղթել եմ, ես հաղթանակը ուզում եմ տարածել։
Այդ հաղթանակը էլի իմ մեջ է մնալու։ Ես էլի Խաչիկ Մանուկյանն եմ, ում մասին եւ գիրք է գրվել, եւ ֆիլմեր են նկարվել, ում մասին կան տարբեր պատմություններ, դրական գրված, ասված եւ վերլուծություններ իմ կատարած աշխատանքներին։ Ես էլի ես եմ մնալու։ Ես իմ շարունակությունը ինձնից հետո էլ ունեմ եւ գուցե վախի բացակայությունը դրանով էլ է պայմանավորված, որ շատ ուշ է ինձ վերացնել է, որովհետեւ անմահության մի խորհրդի մեջ էլ ես եմ ճախրում թեթևորեն։ Եվ հիմա եթե այդ հաղթանակը ուզում են ունենան, ես իհարկե այդ հաղթանակ կրողն եմ եւ ես պատրաստ եմ այդ հաղթանակը կիսել, նվիրել իմ համակարգացիներին, իմ համայնքի բնակիչներին։ Եվ հակառակը, եթե ընտրվեք քաղաքապետ, ինչպես եք պատկերացնում ձեր հարաբերությունը կենտրոնական իշխանության հետ, գործակցություն թե սկզբունքային դիմակայություն։ Սա ուրեմն եթե քաղաքային համայնք ես ղեկավարում, իհարկե գործակցություն։ Ես հո հիմար չեմ, գնամ ամեն ինչը ուրեմն իմ սկզբունքների պատճառով թույլ տամ, որ իմ համակարգացին կամ իմ համայնքի բնակիչը տուժի ինչ-որ առումը։ Ոչ, ես ամեն ինչ անելու եմ առավելագույնը կորզելու հայի համար, իմ ժողովրդի համար, եզդիների համայնքի համար։ Ինչի եմ եզդիներին հատուկ շեշտում, որովհետև նրանք էլ ամեն ինչ անում են, որպեսզի ծաղկուն մնա այն հատվածը, որին իրենք տիրապետում են։ Դուք քաղաքապետի ընտրությանը գնում եք հայրենիք կուսակցության դրոշի ներքո։ Ձեր հաղթանակը ինչ կփոխի կուսակցության հանրային ընկալման եւ ուժային քարտեզի վրա։ Նախ հանրությունը կճանաչի այս նոր ուժին, որը կայացել է եւ ուժ, որի մեջ շատ ազնիվ մղումներով մարդիկ կան, կամք ունեցող մարդիկ կան, հայրենասեր մարդիկ կան, զենք վերցրած հայրենիքի համար պայքարի ելած մարդիկ կան, գիտնականներ կան, հասկանում եք, այստեղ մի ամբողջություն է, որտեղ իսկապես էլ մարդիկ պայքարի են եղել, որպեսզի կարողանան հանրությանը դուրս բերել այս փորձություններից եւ մղել դեպի հաղթական ուղին, դեպի հաղթած խաղաղությանը մղել։ Գիտեք, այս կեղծ օրակարգը, որը կա, մենք պիտի կարողանանք մեր բնակչությանը սթափեցնել, որ սա այդ օրակարգը, կեղծ օրակարգը չի աշխատելու, շարունակություն չի ունենալու։ Եվ սրանց ինչի համար են։ Դե տեսեք, իրենց սիրելի Թրամփով խոսամ, եթե մենք համարում են մեզ ընդդիմադիր դիրքերից, թեև ես խոսում եմ ճշմարտության դիրքերից։ Ես ինչ չեմ համարում, այս կամ այն, ես ճշմարտության դիրքի ազգային դիրքերից այսպես։ Ասեմ, երբ Թրամփը ասեց գնա հայրենակցիդ մոտ, Ձեն ծպտուն չեն անում, չէ, սրանք չեն ասում, այդ Թրամփ սա հայրենակիցը չի, մի հատ ներողություն խնդրիր, մեր ժողովրդից, մեր ղեկավարից, իրանց ոժդից, իրանց ռուսերեն տերմիններ սիրում են, դուխով, ոժդ, կամ երբ իրենց այդ ինչա բարեկիրթ Ալիևը ասում էր, այ հարբեցող ծաղրացու, մեկը չհակադարձեց, այս մեր ղեկավարն աբան, այսինքն սրանք սովոր են, ծաղրվեն, փալասվեն, բան փողը դուրս գա։ Նրանք չունեն ազգային արժանապատվություն, նրանք չունեն ճանապարհ։ Հայրենիք կուսակցությունը ունի եւ այդ ազգային արժանապատվությունը եւ ունի այն ծրագիրը, որով այո կարող է այս փորձություններից հաղթության դուրս բերել մեր ժողովրդին։ Պարոն Մանուկյան, եւ վերջում, եթե հաջողեք, ո՞րն է առաջին բանը, որը կփոխեք Էջմիածնում։ Առաջինը երևի կհնչեցնեմ այս դողերը, երևի լույսը կբացվի ու կասեմ բարի լույս հաղթած Էջմիածին։ Եվ դրանով մենք կգնանք, որ այդ լույսը տարածենք բոլորի սրտերում։ Կարողանանք այն խնդիրների մի մասը, որ հիմա շեշտեցի, արդեն սկսել իրագործել։ Ես սենյակային մարդ չեմ։ Ես լինելու եմ մարդկանց կողքին։ Հատիկ առ հատիկ եւ այդ գյուղերում, գյուղական համայնքներում էլ խոստացել եմ, որ գիտեք, ես հիմա որ այսպես քիչ եկա, ավելի հաճախ եմ գալու, չկարծեք, թե իմ ընտրությունից ընդհակառակը, ես ընդամենը ծանոթության կարգով եմ գնում հանդիպում եւ ուզում եմ ծանոթանալ այն ծրագրերին, խնդիրներին, որոնք կան, բայց ես ձայն մուրացող չեմ։ Ես ընդամենը տեղեկացնում եմ, որ դուք հաղթելու իրավունք ունեք եւ եկեք միասին հաղթենք։ Շատ շնորհակալ եմ մասնակցության համար։ Հիշեցնեմ, ես զրուցում եի հայրենիք կուսակցության Վաղաշապատի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ։ Այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամ 21-ին։